Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը զուգահեռ դրսում ոչի ճակատի բողոքի ցույցը բռնություններով ուղեկցվեց։ Ազատության հրապարակից երթով Բաղրամյան եկած ցուցարարները խորհրդարանի ճաղերին ոչի մեծ պաստառ փակցրեցին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանները մի քանի անգամ փորձեցին խլել պաստառը, պնդելով, որ դա օրենքի խախտում է։ Քիչ անց ազգային ժողովի շենքից դուրս եկան ոչի ճակատին միացած Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, ովքեր սկսեցին բանակցել Օսիպյանի հետ։ Անեք պաստառը, ասում են, պարոն Զուրաբյան, ոչ, դուք պատգամավոր եք, կարգավոր եք, դուք եք հարգելի պատգամավոր, դուք ես դիպած եմ, որտեղ չեք լսում։ Ազգային ժողովի պատգամավորը չգոռաց։ Ուրեմն պետք է ձայնս կբարձրացնեք։ Ուրեմն դուք չպետք է ինձ ասեք, պարոն ազգային ժողովի պատգամավոր, կարգի բերեք երիտասարդների, պարոն ազգային ժողովի պատգամավոր։ Դուք եկել եք այստեղ կարգ եք խախտում։ Բանակցության արդյունքում որոշվեց պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթ կունենա, հետո պաստառը ճաղերի վրայից կիչեցվի։ Մոտ 1 րոպե հետո Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը դժգոհեց, որ ելույթը երկար է, եւ ոստիկանները պաստառը վերցնելու եւս մեկ անհաջող փորձ կատարեցին։ Քիչ անց Բաղրամյան պողոտա ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին։ Կարմիր բերետավորների ջոկատը 21 ցուցարարի բերման ենթարկեց։ Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ երկու կարմիր բերետավորներ փորձեցին բերման ենթարկել անգամ պատգամավոր Արամ Մանուկյանին։ Ընդդիմադիրին ոստիկանական մեքենայից դուրս բերեց Վալերի Օսիպյանը։ Րոպեներ անց բերման ենթարկվածներին, որոնց թվում էին նաև չեք անցկացնի նախաձեռնության անդամները, տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանություն։ Ազգային ժողովում ոչին միացած պատգամավորներն էլ վերադարձան խորհրդարանի դահլիճ քվեարկությանը մասնակցելու։ Քիչ անց արդեն պարզ դարձավ, որ նախագիծը ընդունվել է։ Ոչի ճակատից Արմեն Գրիգորյանը ասաց, նման պատկեր իրենք կանխատեսում էին։ Սա պայքարի նոր սկիզբ են համարում։ Վաղվանից նախաձեռնությունը մարզային այցեր է անցկացնելու։ Պայքարը շարունակական փողոցային կլինի։ Իդեպ հոկտեմբերի 30-ին Երևանում մենք հանրահավաք կունենանք։ Վաղվանից սկսում ենք մեր մարզային հանդիպումները ու որպես հոկտեմբերի 30-ին ավելի խոշոր հանրահավաք ունենանք Երևանում։ Քվեարկությունից հետո ոչի կողմնակից պատգամավորները կրկին փողոց դուրս եկան։ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խախտել է կանոնակարգը եւ քվեարկությունից առաջ իրենց թույլ չի տվել խոսել։ Հայտարարեց, որ կոչ են անում Սերժ Սարգսյանին հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, քանի որ այն կխորացնի բևեռացումը եւ լարվածությունը։ Այս մեր առաջարկին որևէ կերպ չեն արձագանքի։ Ես վստահ եմ դրա մեջ։ Որովհետև եթե նրանք պետական մտածողության մի նշույլ ունենային, նրանք այս 8 տարվա մեջ գոնե մեկ անգամ դա ցույց կտային մեզ։ Մենք դա չենք տեսել։ Զուրաբյանը նաև խիստ քննադատեց ոստիկանների գործողությունները եւ ասաց, որ պատգամավոր Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձի մասին ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին է տեղեկացրել, ով խոստացել է ճշտել մանրամասները։ Պատգամավոր Արամ Մանուկյանն էլ Ազատության հետ զրույցում ոստիկանական գործողությունները քաղաքական ճնշում որակեց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հակադարձեց, եթե կասկածում են, կարող են իր հեռախոսազրույցները վերծանել։ Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձին, գնդապետ Օսիպյանը ընդգծեց. Ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանի ճանաչել որպես ազգային ժողովի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես պատգամավոր։ Եվ հաջորդը, եթե նա գտնում էր հավաքի մեջ այս խառը շփոթ ստեղծված իրավիճակում, թող բարելներ վրան ինչ-որ տարբերանշան բան լիներ, որը խորհրդանշեր նա, որ պատգամավոր է։ Այսօր բերման ենթարկված ակտիվիստները արդեն ազատ են արձակվել։ Նրանցից 9-ի նկատմամբ հանրահավաքների կարգը խախտելու համար արձանագրություն է կազմվել։